Բարև սիրելի ունգընտիրներ Գոմիդաս ռադիոժամի, ինչպես որ գահայդարարվի, արդեն մենք այստեղ ենք և մեզի հետ է մեր շատ սիրելի ընկերներեն և երկիչ մոտավորական և ազատամարտիկ Սամուել Երանյանը, որում մասին արդեն Գոմիդաս ռադիոժամը գխոսի և մենք կուզենք կարճ հարցազրույց ունենալ ընկերոջ հետ, նախ բարի եկած ես ընկեր։ Բարի ձեզ։ Ըլլալ ազատամարտիկ, ըլլալ մտավորական, ըլլալ երկիչ և ըլլալ հեղինակային երկիչ։ Այս բոլորը նորություններ չեն։ 90-ականներեն ետք առաջին անգամ ըլլալով լսեցինք ազատամարտիկներ և ազատամարտիկ երկիչներ։ Ինչպես է այս բան այսինքն, ինչպես կնաս բնորոշել։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ողջունում եմ Մոնտեվիդեոյի մեր հայ ազգաբնակչությանը։ Հիմա թե ինչպես ստացվեց, որ այդպես եղավ, ինչ-որ նպատակադրում չի եղել SSS լինելու։ Ստացվել է, որ... Բայց ստացվել է։ Ստացվել է։ Բայց ինչպես։ Չգիտեմ։ Երկելը թաքցնելու բան չի, եթե կարողանում ես, պետք է երկես։ Այո։ Ազատամարտիկը, եթե չնայած դրա մասին չեմ ուզում խոսել, բայց ամեն դեպքում, եթե երկիրը զգում ես, որ մի հանգրվանում է, որ պետք ես, ուրեմն պետք ես։ Բայց նո, այդպես չէ, մեզի համար կոն այդպես չէ, որտեղ ազատամարտիկները մեզի համար կմնան ազատամարտիկներ, մանավանդ որ այն ազատամարտիկներն ես, որ Շուշին տեսակ առաջին անգամ, այո, հիմա իշադագով կխոսիկ շատ ծավալի է, բայց իրականություն է և ուզենք չուզենք, ընկեր Սամուել, պետք է խոսենք այս բաները, պետք է ասենք, պետք է մեր ունգընտիրները հասկնան, գիտնան, ով է ճիշտը և ինչպես մենք կարողացանք, չեմ գիտեր, այդ կարճ ժամանակվա մեջ այնքան հաղթանակներ ունենալ, մեգոն տնելով այսօրվա գացությունը, չենք ուզեր խոսել այդ մասին։ Հիմա որքան էլ որ փորձենք մեզնից բանել խորհրդային դաստիարակությունը, բայց ամեն դեպքում պետք է ընդունենք, որ այդ սերունդը անցել էր խորհրդային դպրոցով, որտեղ իմ կարծիքով հայրենասիրության ներարկման մակարդակը բարձր էր։ Գիտեք ինչու, որովհետև ճիշտ այդ է, կարի գջնշեն, որ չապ կեզի ջնշեն, տուն անչապ ավելի գզորանաս։ Վերջին հաշվով բանը, ցեղասպանության հուշարձանի կառուցում, բան, այդ ամեն ինչը 10-ամյակ, 20-ամյակ, վերջ այդ ժողովրդի մեջ բարձրացնում էր այդ ոգին։ Անշուշտ։ Ու եկավ մի օր, որ հայը հասկացավ, որ ունի տարածք, շատ տարածքներից գոնե այդ մեկին տեր կարող է դառնալ, դարձավ։ Կանք երկին։ Անգեն Սամվել ինչպես տուն, սկսար երկել և հետաքրքրական է, երկը և բանակը միասին կալեց։ Երկելը առաջի անգամ բեմել եղել է 7 տարեկանում եմ։ 7 տարեկան։ Այո, երկել եմ մեր գյուղի սրահում բինգյոլ երկը։ Եվ մի օդանավ նվեր ստացա։ Հետո դրանից հետո ակարդիոն եմ նվագել տանը, հայրս մեծ եղբորս համար ակարդիոն էր գնել, ինքը սովորեց, բայց ակարդիոնը վերջում անցավ ինձ, ես սկսեցի նվագել։ Միաժամանակ նվագել, երկել, այդպես 89 թվին ակունք անսամբլը, որ հետագայում վերանվանվեց Հայասա, հետո նորից ակունք մրցույթ էր հայտարարել համալրելու երկիչների կազմը, մասնակցեցի, անցա, այդպես սկսեցի երկել։ Ներսիկին է դետ է չեմ զանգեր։ Այո, ներսիկը արդեն մեջներ, այո։ Եղավ, ինչ կսկա ազատամարտիկ, երբ որ գերկե
բարդ ժողովրդին եւ այդ բարդ ժողովուրդը հետը գողոքեվորվի ազատամարտիկի մասին է խոսքը Հասկանում եմ, բայց իմ կարծիքով այդ ավելի շատ զգում է չերկողը, լսողը։ Որտեվ ինձ համար բանը, ասենք այդ երգելը տղաներով հավաքվել, գիտարով երգել պատերազմի տարիներին ինչ որ մի օրվա անբաժան մաս կարծես լիներ, ասենք ինչ որ ոգևորելու այո բանի համար չէ, մեր կենցաղի մի մասն էր, որ այս ժամին պետք է երկե երկենք։ Այդպես հիմա լսողը եղել է, որ ես եղել եմ լսողի դերում եւ ազդեցություն ունեցել է երգի վրաս ու մեծ ազդեցություն է ունեցել։ խնդիրը հետևյալն է որչապար դու ասես որ այդպես է բայց հիմա լսող ունգընտիրը գիտնալով ով է իր դիմացինը եւ ինչ երգ է կարևորը երգը ինչ է հեղափոխական ասկային երգն է գիտես այդ ուժը որ գարնե կեզմե գուտա կեզի եւ դարձյալ գարնե այսինքն գիտես երտալկալ է հասկանալի է պատահում է որ երգով պատմությունը գալիս կանգնում է քո դեմ ճիշտ այո այսինքն ապրում ես քո նախնիների պատմությամբ ապրում ես այն 19-րդ դարի վերջի 20-ի սկզբների ֆիդայական շարժման հերոսների կերպարով չգիտեմ որովհետեւ փորձում ես նաեւ նմանվել փորձում ես ձգտել ինչ որ բանով հասնել իրենց ճիշտ ուրիշ բան որ չի ստացվում բայց ամեն դեպքում է ձգտումը գա այո այդ ձգտումը գա ինչ կհիշես ամենալավ հեղափոխական երգը քեզի համար որ քեզ դերձը կազե աստած է ազատ բանը ես ասեմ որ մի դեպք այսինքն պատերազմի ժամանակ 91 թիվ այո Ստեփանակերտի կողքում ադրբեջանցիները տնթարում էր մի քանի պոստ ադրբեջանցիները մեզնից վերցրել էին հետո սկսեցինք պոստից պոստի երկել արյունո դրոշ այդ բոլոր պոստերն էլ հետ վերցրինք թուրքն էլ մի քանի դիակ թողած հետ գնաց արյունո դրոշ եւ մինչեւ այսօր գերկվի գարձես կայլերկ մներ չէ այո Անգերսավել մեզ ինչ պիտի նվիրես, մեր ունգընտիրին ինչ պիտի նվիրես, ասանք, ակապելա։ Ակապելա, երկինք։ Արի երթանք սարնիս ասում, օй, 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 լահաչ տնավերոy Դու դառնաս տուն ես իմ սյուն օй 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 օy լահաչ տնավերոy Արի երթանք սարնի բինգյոլ օy 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 լահաչ տնավերոy Դու դառնաս ձուկ ես իմ գյոլ օy 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 լահաչ տնավերոy Բրավո, բրավո, հայագա, բատկամով վերջացնենք այսօր, ինչ կբատկամես այսօր, որովհետև հոգ չէ թե մայիս 28 անցավ, բայց մենք մայիս 28 պիտի դոնենք այսօր։ Ցանկություն հետո պատգամ։ Ցանկանայի, որ մայիսի 28-ից հետո մենք պատմություն այնպես դասավորվեց, որ նորից անկախության օր ունեցանք։ Աստվածա, որ այդ լինի վերջի անկախության օրը ու հարատև լինի։ Պատգամն էլ այդ ամեն ինչին հասնելու համար առանց պայքարի չի լինելու։ Մանավանդ, որ հիմա ինչքան էլ փորձեցինք այսօրվանից խուսափել չխոսել այսօրվա մասին, այսօր տեսնում ենք, որ երկիրը ռազմական վիճակի մեջ է, լինել չլինելու առջև է կանգնած, այդ վտանգը աչքներիս առաջ է, դրա համար ազգովի մեկ պետք է լինենք։ Առնվազն գոնե այնով
իրեն հայ է համարում։ Ճիշտ։ Չգիտեմ, մի քար այստեղից վերցնելով, այնտեղ դնելով պետք է այս առավիտ գիտեն առնից։ Նգեր Սամուել, քեզի կսպասենք այսօր Վրամյան ագումբի մեջ անդեղ լսելու ցայնات ոգևորվելու, ոգևորես մեզի մենք ալ ոգևորվինք, Սիրով։ ուրեմն շատ ուրախ ենք այս հանդիպումին համար, Ես էլ։ ասենք ցտեսություն։ Շատ ուրախ եւ շատ շնորհակալ եմ ցտեսություն։